Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է միջոցներ ձեռնարկի Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Fox News-ի եթերում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է համաձայնագիր կնքել, բացատրել է ամերիկացի առաջնորդը։ Նա կարծում է, որ Զելենսկին պետք է ջանքեր գործադրի, հակառակ դեպքում նա կկորցնի մեծ հնարավորությունը։ Նոր աշխարհակարգը չպետք է նշանակի, որ ուժը ճիշտ է։ Նոր աշխարհակարգը պետք է նշանակի նոր մեխանիզմներ քաղաքակիրթ աշխարհի, հարաբերությունների եւ միջազգային կարգի համար։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ես արդեն ասել եմ, որ միջազգային իրավունքն այլևս չի գործում։ Միայն միջազգային իրավունքին հենվել է բավարար չէ սեփական խնդիրները լուծելու համար, եւ Ադրբեջանի օրինակը իսկապես ցույց է տալիս դա։ Հետևաբար նոր աշխարհակարգի կամ միջկառավարական հարաբերությունների նոր համակարգի ի հայտ գալը անկասկած դատապարտված էր տեղի ունենալու։ Միակ հարցն այն էր, թե ով կստանձնի այդ քայլի պատասխանատվությունը, եւ ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիանալի աշխատանք է կատարել, նախաձեռնելով խաղաղության խորհրդի ստեղծումը, մի հաստատություն, որն ունի մեծ ապագա, ասել է Ալիևը, հավելելով, որ ՄԱԿ-ը լիովին կաթվածահար է եւ այլևս ի վիճակի չէ որևէ հարցի վրա ազդել։ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին։ Կա երկու զոհ, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Տարածաշրջանի ղեկավարը նաև հայտնել է, որ 3 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Գլադկովը իր եւ մարզի բոլոր բնակիչների անունից ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին։ Չինաստանը պատրաստ է Ուկրաինային նոր մարդասիրական օգնություն տրամադրել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Չին-ուկրաինական հարաբերությունները պետք է զարգանան ճիշտ ուղղությամբ։ Չինաստանը պատրաստ է Ուկրաինային նոր մարդասիրական օգնություն տրամադրել, ասել է Վանին։ Իր հերթին Սիբիգան հայտարարել է, որ Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայում հակամարտության արդարացի ավարտին հասնելու գործում։ Նա նաև հրավիրել է Վանիին այցելել Ուկրաինա եւ ստացել է Չինաստան այցելության հրավեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Ղրիմին, կիրառելով հեռահար անօդաչու թռչող սարքեր։ Գերատեսչության տվյալներով թերակղզու վրա խոցվել է ինքնաթիռային տիպի 7 անօդաչու սարք։ Նույն աղբյուրի համաձայն եւս 7 անօդաչու սարք խոցվել է Կուրսկի եւ Բելգորոդի մարզերի օդային տարածքում։ Նշվում է, որ նման սարքերը հաճախ օգտագործվում են թիկունքային տարածքներում հարվածներ հասցնելու համար։ Պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ փետրվարի 13-ի գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում ընդհանուր առմամբ խոցվել է 58 ուկրաինական անօդաչու սարք։ Հարվածների թիրախում եղել են Վոլգոգրադի, Կուրսկի եւ Ռոստովի մարզերը, ինչպես նաեւ Ղրիմը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների որոշ հայտարարություններ դժգոհություն են առաջացրել Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում։ Նրա խոսքով դաշինքի անդամները պետք է միասին քննարկեն առաջացած տարաձայնությունները եւ հստակեցնեն ՆԱՏՕ-ի ընդհանուր նպատակներն ու ապագան։ Դիվանագետը նշել է, որ դաշինքի որոշ երկրներ իրենց վրա ճնշում են զգում Վաշինգտոնի հայտարարություններից հետո։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է գտնել ընդհանուր մոտեցումներ եւ ամրապնդել համագործակցությունը դաշինքի շրջանակում։ Թուրքիան եւ Հայաստանը համաձայնության են եկել երկկողմ ցամաքային առևտուր սկսելու շուրջ։ Այս մասին հաղորդել է թուրքական T24 հրատարակությունը։ Լրագրող Էզգի Աքինի խոսքով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ հայտնել են, որ Անկարան եւ Երևանը համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտուր սկսելու շուրջ։ Ըստ նոր համաձայնության Վրաստանով տարանցիկ բեռները այլևս չեն դիտարկվի որպես վերաարտահանում։ Առաքումները կպահպանեն իրենց սկզբնական արտահանման կարգավիճակը տարանցման ընթացքում, վերացնելով վրացական միջնորդ ընկերություններից օգտվելու անհրաժեշտությունը եւ հնարավորություն տալով ուղիղ երկկողմ առևտուր վարել առանց փակ ցամաքային սահմանը բացելու։ Ֆրանս 24-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը Բաքու կատարած այցի ընթացքում իր հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատապարտված նախկին ղեկավարների հարցը։ Փոխնախագահ Վենսի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ նա այս հարցը բարձրացրել է այլ հարցերի շարքում, եւ ես ներկայացրել եմ Ադրբեջանի դիրքորոշում այս հարցի վերաբերյալ, եւ դա էլ ամբողջը, ասել է Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տված հարցազրույցում։
հարցազրույցում։ Հարցազրույցի ձայնագրությունը հրապարակվել է պետական լրատվական գործակալության կողմից։ Նա նշել է, որ հանդիպան ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումը, միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար Թրամփի ուղին եւ Հայաստանի հետ պաշտոնական խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա Ալիևը նշել է, պետք է փոփոխություններ կատարվեն ՀՀ սահմանադրության մեջ, հենց որ անհրաժեշտ փոփոխությունները կատարվեն, հենց հաջորդ օրը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել։ Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում ստորագրված համատեղ հռչակագիրը եւ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը փաստացի նշանակում են խաղաղության հաստատում։ Դրա ֆորմալ կողմը կախված է Հայաստանից, որքան շուտ սահմանադրությունը փոփոխվի եւ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացվեն, այնքան շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, նշել է Ալիևը։ Ծանրամարտի Հայաստանի առաջնության մրցումային առաջին օրը մրցահարթակ են դուրս եկել կանանց 48 կիլոգրամից 63 կիլոգրամ եւ 69 կիլոգրամից 86 կիլոգրամ քաշային կարգերի ներկայացուցիչները, այս մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Կանանց առաջնության 8 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Քրիստինե Բաբայանը 48 կիլոգրամ, Իզաբելա Յալյանը 53 կիլոգրամ, Ալեքսանդրա Գրիգորյանը 58 կիլոգրամ, Նատալիա Սարգսյանը 63 կիլոգրամ, Մերի Միսակյանը 69 կիլոգրամ, Աննա Ամրոյանը 77 կիլոգրամ, Էմա Պողոսյանը 86 կիլոգրամ եւ Տաթև Հակոբյանը +86 կիլոգրամ։ Հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգևատրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Խարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։ Ուկրաինան դարձել է նոր ռազմական տեխնոլոգիաների իրական ժամանակում փորձարկման վայր, այս մասին հայտնել է Bloomberg-ը։ Ուկրաինան դարձել է նոր ռազմական տեխնոլոգիաների իրական ժամանակի փորձարկման վայր։ Այս տեխնոլոգիաների աճող թիվն այժմ արտադրվում է երկրի ներսում, մինչդեռ եվրոպական պաշտպանական ընկերությունները չեն կարողանում դրանք մատակարարել բավարար քանակությամբ, նշել է հրատարակությունը։ Եվրոպայի առաջատար պաշտպանական արդյունաբերության ասոցիացիայի ASD-ի գլխավոր քարտուղարը Bloomberg-ին հայտնել է, որ գլխավոր խնդիրը այժմ զենքի արտադրության արագության եւ մասշտաբի որոշումն է։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վրեժը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու ծրագրի ձախողման համար վտանգում է խաթարել Եվրոպայի միասնությունը Ռուսաստանի դեմ պայքարում։ Նման տեսակետ է հայտնել La Repubblica պարբերականը։ Հրապարակումը պնդել է, որ Մերցը թշնամանք է պահել եւ սկսել է վրեժ լուծել Բելգիայում ռուսական ակտիվները բռնագրավելու եւ Մերկոսուրի համաձայնագրի դեմ պայքարում պարտվելուց հետո։ Հրապարակման համաձայն Հարավային Եվրոպայի մի շարք երկրների կառավարություններ վախենում են, որ իտալա-գերմանական գործողությունը վերածվում է ինչ-որ ավելի մի բանի։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար այնքան լայն մասշտաբով, որքանին պատրաստ են եվրոպացիները։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ մենք բաց ենք մնում երկխոսության համար այնքան լայն մասշտաբով, որքանին պատրաստ են եվրոպացիները, լրագրողներին հայտնել է Պեսկովը։ Ըստ Պոլիտիկոյի ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրի Ուկրաինային, քանի դեռ այն խաղաղության համաձայնագիր չի կնքել Ռուսաստանի հետ։ Հոդվածում նշվում է, որ Վաշինգտոնը պայման է դրել Կիևի առջև։ Միացյալ Նահանգները հստակեցրել է Ուկրաինային, որ չի կնքի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիր։ Ուկրաինան ապագա ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար, քանի դեռ Կիևն ու Մոսկվան չեն հասնի հակամարտությանը վերջ դնելու ընդհանուր համաձայնության, նշվում է հոդվածում։ Հրապարակման հեղինակները նաև նշել են, որ խաղաղության գործընթացը կանգ է առել, քանի որ Ռուսաստանը համառորեն պնդում է տարածքների վերաբերյալ իր պահանջները, որոնք Ուկրաինան պատրաստ չէ զիջել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ այնքան ժամանակ, որքան ցանկանում է։ Նա այս դիրքորոշումը արտահայտել է Սպիտակ տանը տեղի ունեցած ելույթի ժամանակ։ Ես կխոսեմ Իրանի հետ այնքան ժամանակ, որքան ցանկանում եմ։ Կտեսնենք, կարող ենք արդյոք համաձայնության գալ, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Սակայն վերջինս պնդել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կարող է կնքվել 1 ամսվա ընթացքում։ Մենք պետք է համաձայնության գանք, հակառակ դեպքում իրավիճակը շատ ցավոտ կդառնա եւ ես դա չեմ ուզում, հայտարարել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ապօրինի զենքզինամթերքի ապօրինի շրջանառության եւ դրանցով իրականացված հանցագործությունների դեպքերին։ Նա նշել է, որ հրազենով հանցանքների թիվն աճել է 24 դեպքով, բայց նաեւ աճել են դրանց բացահայտման դեպքերը։ Անդրադառնալով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների եւ նաեւ զենքզինամթերքի ապօրինի շրջանառության նշեմ, որ թեև հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն աճել են 24 դեպքով, այնուամենայնիվ աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը եւ պիտի նաև փաստեմ, որ ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ։ Այսինքն սա վկայում է, որ մենք ավելի ինտենսիվացրել ենք օպերատիվ աշխատանքով զենքզինամթերքի հայտնաբերման դեպքերը եւ ձերբակալումների մեջ բնականաբար չկան կամավոր հիմունքներով ներկայացված զենքզինամթերքին առնչվող դեպքերը։ Եվ նաև պիտի փաստեմ, որ մեր ձեռնարկած միջոցառումների արդյունքում 42.2%-ով ավելի զենքզինամթերք ենք առգրավել, քան եղել է 2024 թվականի կտրվածքում։ Ինչ վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, ապա նախարարը նշել է, որ դրանց դեմ պայքարի նոր ռազմավարություն են որդեգրել։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը աճել են 614-ով կամ 20.4%-ով։ Միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։ 2025 թվականի կտրվածքով հարգելի լրագրողներ, ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելին է նախորդ տարվա համեմատությամբ։ Սա կարևոր նվաճում է իրավապահ համակարգի տեսանկյունից, որովհետև այստեղ ոչ թե մենք գնացել ենք մանր չափաքանակներով թմրամիջոցների հետևից, այլ ավելի խոշոր խմբաքանակների հետևից եւ արձանագրել ենք հիմնականում ներմուծման դեպքերի մասով ավելի մեծ խմբաքանակի առգրավում որպես այդպեսին եւ ռազմավարական մոտեցումը շատ սինխրոն իրավապահ ամբողջ համակարգում կարողացել ենք տեղ հասցնել եւ այս պայծրությամբ նմանատիպ լավ արդյունքային ցուցանիշներ։ Այսօր ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկ են արվել Գրիգոր Ներսիսյանը եւ Գուրգեն Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։ Ըստ հրապարակված որոշումների Գրիգոր Ներսիսյանը 2026 թվականի փետրվարի 24-ից կդադարեցնի իր լիազորությունները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնում։ Մեկ այլ որոշմամբ Գուրգեն Եղիազարյանը 2026 թվականի փետրվարի 16-ից կդադարեցնի իր լիազորությունները Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Սրբազան պայքարի գործով մեղադրյալ Վահագն Չախալյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը դատարանին այսօր կրկին միջնորդել է փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւ այլ ընտրանքային խափանման միջոց կամ խափանման միջոցների համակցություն ընտրել։ Նշենք, որ 18 մեղադրյալներից կալանքի մեջ են միայն Վահագն Չախալյանը եւ Բագրատ Սրբազանը։ Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը։ Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես վաճառքներում, ինչպես նաեւ բացօթյա եւ շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների, ինչպես նաեւ պլաստիկից կամ փրփրապլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի վաճառքը կամ արկայությունը։ Բացառություն կսահմանվի կշռափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրված աղբի պարեկների, ինչպես նաեւ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով տարաների համար։ Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն, առաջին խախտման դեպքում նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդ դեպքերում տուգանք 100-ից 150 հազար դրամի չափով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարին կրկին կառաջարկի եվրոպական երկրներին ընդունել ֆրանսիական միջուկային զսպման ուժերի պաշտպանությունը։ Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների տվյալներով Ֆրանսիան ցանկանում է արագացնել այս գործընթացը, հաշվի առնելով համայնքի եւ Միացյալ Նահանգների միջև առկա դիմակայությունը։ Միաժամանակ նշվում է, որ նման ծրագրի իրականացումը կպահանջի հսկայական ծախսեր եւ միջազգային պայմանագրերի խախտում։ Եթե երկրները որոշեն ստեղծել
ռազմական միջուկային զինանոց։ Ընդգծվում է, որ եվրոպական երկրները փորձում են գործել զգուշորեն եւ բանակցություններ են վարում միայն երկկողմ կամ եռակողմ ձևաչափով, շահագրգիռ մայրաքաղաքների միջև։ Բլումբերգը նաև հաղորդել է, որ միջուկային զսպման թեման հիմնականը կլինի Մյունխենի անվտանգության համաժողովում, սակայն Մակրոնի առաջարկը նախատեսվում է հնչեցնել ավելի ուշ։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նշել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ծանոթ է Ռուսաստանի կողմից առաջարկվող միջուկային էներգետիկայի ծրագրին, եւ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանում կընդունեն հանգամանալից եւ ժողովրդի շահերին հիմնված մոտեցում։ Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում բարձրագույնը, ծանոթ է մեր միջուկային էներգետիկայի զարգացման առաջարկներին։ Չհայտնելով մանրամասները կարող եմ ասել, որ այնտեղ պայմանները շատ շահավետ են, տեխնոլոգիաները ամենաժամանակակիցն ու հաստատված փորձարկումներով, իսկ դրանց հուսալիությունը բազմամյա շահագործման գործընթացում ապացուցված է, ասել է Շոյգուն։ Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի Հայաստան այցի ֆոնին, որի արդյունքներով հայտարարվել էր, որ ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի փոքր չափի մոդուլային ռեակտորներ միջուկային էներգետիկայի համաձայնագրի շրջանակներում։ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկում Ջերադ R. Ֆորդ ավիակիրը։ Այս մասին հայտնում է New York Times-ը, հողում անելով իր աղբյուրներին։ Անանուն աղբյուրի փոխանցմամբ ավիակիրը շահագործման կվերադառնա միայն ապրիլի վերջից կամ մայիսի սկզբից առաջ։ Նավը նախկինում մասնակցել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին գերի վերցնելու գործողությանը։ Իրանի հրթիռային համակարգերը Թեհրանի համար կարմիր գիծ են եւ չեն քննարկվի բանակցությունների ընթացքում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։ Մեր հրթիռային համակարգերը մեր կարմիր գծերից մեկն են եւ չեն քննարկվելու բանակցությունների ժամանակ, նշել է Շամխանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դադարեցնել իր վարչակազմի մասնակցությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը առաջիկա շաբաթներին 2026 թվականի կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մոտենալուն պես։ Այս մասին ասվում է The Atlantic ամսագրի հոդվածում։ Ուկրաինացիները զգացին, որ ժամանակը սուղ է։ Առաջիկա շաբաթներին, երբ նախընտրական արշավը ավելի ու ավելի կկլանի Թրամփի ուշադրությունը, նա կարող է որոշել, որ բանակցությունները քաղաքական առումով իր համար վնասաբեր են։ Այս դեպքում նա կարող է հեռանալ գործընթացից, դիվանագիտության ձախողման պատասխանատվությունը բարթելով կողմերից մեկի կամ երկուսի անհամաձայնության վրա, հայտնել է պարբերականը։ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Դրանք կներառեն Սենատի 1/3-ի եւ Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմի վերընտրություն։ Այս ընտրությունների ընթացքում դեմոկրատական կուսակցությունը հույս ունի վերականգնել կոնգրեսի վերահսկողությունը։ Պենտագոնի եւ Դաշնային ավիացիոն վարչության միջև անօդաչու թռչող սարքերի դեմ լազերային զենքի փորձարկման վերաբերյալ անհամաձայնությունը հանգեցրել է Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի եւ Նյու Մեքսիկոյի հարավային մասի մեծ մասի օդային տարածքի փակմանը։ Ըստ տվյալների, ԱՄՆ զինվորական անձնակազմը պլանավորել էր լազերային փորձարկում մեքսիկական թմրամիջոցների կարտելների կողմից ենթադրաբար օգտագործվող անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար, առանց Դաշնային ավիացիոն վարչության համապատասխան թույլտվության, որը ցանկանում էր ապահովել փորձարկման անվտանգությունը քաղաքացիական ավիացիայի համար, ինչը Դաշնային ավիացիոն վարչությանը դրդել է փակել օդային տարածքը։ Նշվում է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք Պենտագոնը իրականացրել է լազերային փորձարկումը։ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները դուրս են եկել Իզմիրյան բժշկական կենտրոնից։ Նրանք բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի եւ փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներից արգրավել են համակարգիչներ եւ գումար։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ քրեական վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը։ Նրա խոսքով քրեական վարույթը հարուցվել է 4 ամիս առաջ, բայց ոչ Արմեն Չարչյանը, ոչ Տիգրան Նալբանդյանը, ոչ էլ փաստաբանները տեղյակ չեն եղել քրեական վարույթի մասին։ Տեղեկացել են միայն այսօր, երբ իրավապահները եկել են խոզարկություններ իրականացնելու։ Էրիկ Ալեքսանյանը տեղի ունեցողը կապում է վերջին ամիսներին իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ ճնշումների հետ։ Փողերի լվացման եւ հարկերից խուսափելու հետ կապված գործը վերաբերում է հետեւյալին, որ Իզմիրյան բժշկական կենտրոնը 2015 թվականից 25 թվականները իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ, իբրև Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու հետ փոխկապակցված հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից,
ավելի բարձր գնով, չնայած որ ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարականները, տվյալ պարակը ուղղակի անմիջապես ներմուծող եւ արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև նաեւ դրանով թույլ է տվել, որպեսզի այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկերից եւ արդյունքում որոշակի գործարքներ կատարելով իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պնդել է, որ գործարար Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ Նա նշել է, չի պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի եղող անձին վարչապետի պաշտոնում։ Բայց հատկապես սահմանադրական տարբեր պաշտոնների եւ վարչապետի պաշտոնի դեպքում ես ուղղակի չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ որ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու եւ որի շահերի կենտրոնը կլինի միայն Հայաստանի Հանրապետությունում։ Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, ում շահերի կենտրոնը միայն Հայաստանի Հանրապետությունն է։ Մի քանի երկրների քաղաքացի լինելով պիտի նկատի ունենանք, որ այդ քաղաքացիությունը արհեստական երևույթ չի, դա զուտ անձնագիր չի, դա զուտ թուղթ չի։ Քաղաքացիություն ստանձնելով դու երդվում ես լինել հավատարիմ տվյալ պետությանը, նվիրվել տվյալ պետությանը եւ լինելով մի քանի երկրի քաղաքացի, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերի ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին։ Տվյալ դեպքում ձեր մատնանշած թեկնածուն։ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի եւ նրա տեղակալ Վալերի Օսիպյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ մարտի 1-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել եւս երկու նախկին պաշտոնատար անձի նկատմամբ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դատի է տվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին, նախկինում Տեր-Թադե։ Եկեղեցին պահանջում է Արամայիս Տավթի Թախմազյանից եւ Ռիփսի Մեգագիգի Խաչատրյանից վերցնել Թալինում հասեին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը վտարելով պատասխանողներին այնտեղից։ Երկրորդ պահանջով հասեն դատարանից խնդրում է Թախմազյանից եւ Խաչատրյանից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Նիգերի նախագահի ռազմական շտաբի պետ Ամադու Իբրոն հայտարարել է Ֆրանսիայի դեմ պատերազմ սկսելու մասին։ Գիտեք, մենք պատերազմի մեջ ենք մտնում Ֆրանսիայի դեմ։ Մենք նախկինում պատերազմական դրության մեջ չենք եղել, բայց հիմա պատերազմի մեջ ենք մտնում Ֆրանսիայի դեմ, հայտարարել է նա։ Վերջինս պնդել է, որ կառավարության կողմից նախկինում հաստատված զորահավաքի մասին հրամանը Ֆրանսիայի դեմ պատերազմին նախապատրաստություն է եղել։ Մենք պետք է պայմանագիր կնքենք, հակառակ դեպքում շատ ծանր կլինի Իրանի համար, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես կխոսեմ իրանցիների հետ, եթե մենք չկարողանանք համաձայնության գալ, ապա կանցնենք երկրորդ փուլին։ Երկրորդ փուլը նրանց համար իսկապես ծանր կլինի։ Ես դրան չեմ ձգտում։ Եթե մեր կնքած գործարքը բավարար չափով արդար եւ շահավետ չլինի, ապա Իրանի համար կսկսվեն շատ բարդ ժամանակներ, նշել է ԱՄՆ առաջնորդը։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը Ռուսաստանի հետ հակամարտության պայմաններում Ուկրաինայում ընտրությունների անցկացումը համարել է վատ որոշում։ Նրա խոսքով եվրոպական երկրների մեծ մասի սահմանադրությունը արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական հակամարտության ժամանակ։ Դա պայմանավորված է նրանով, որ ընտրությունները երկրի ներսում պայքար են տարբեր քաղաքական ուժերի միջև, եւ երբ արտաքին հարձակումները շարունակվում են, անհնար է ընտրություններ անցկացնել, քանի որ Թշնամին դրսում է եւ բոլոր ջանքերը պետք է կենտրոնանան դրանց հակազդելու վրա։ Ահա թե ինչու, իմ կարծիքով, պատերազմի ժամանակ ընտրություններ անցկացնելը միանշանակ լավ լուծում չէ, հավելել է Կալասը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Financial Times-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածությունը։ ԱՄՆ-ն եւ Իրանը կարծես պատրաստ են փոխզիջման միջուկային համաձայնագրի հասնելու համար։ Ես վախենում եմ, որ եթե ԱՄՆ-ն պնդի բոլոր հարցերը միաժամանակ լուծելու վրա, ապա նույնիսկ միջուկային հարցը կխափանվի։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր պատերազմի։ Վաշինգտոնը պատրաստ է ճկունություն ցուցաբերել իր հիմնական պահանջի հարցում, որ Իրանը լիովին դադարեցնի ուրանի հարստացումը, ասել է նախարարը։ Ըստ նրա, Թեհրանը անկեղծորեն է տրամադրված իրական համաձայնագրի հասնելու հարցում։ Ես կարծում եմ, որ ինչպես 2015 թվականին ԱՄՆ-ի եւ այլ համաշխարհային տերությունների հետ կնքված համաձայնագրում Իրանը կհամաձայնի հարստացման մակարդակի սահմանափակումների եւ խիստ ստուգման ռեժիմի, այն փաստը, որ ամերիկացիները պատրաստ են հանդուրժել Իրանի ուրանի հարստացումը հստակ սահմանված սահմաններում, դրական զարգացում է, ընդգծել է Ֆիդանը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը կնախընտրեր ընդհանրապես խաղաղության համաձայնագիր չկնքել, քան ստիպել ուկրաինացիներին ընդունել խաղաղությունը անբարենպաստ պայմաններով։ Զելենսկու շրջապատի որոշ պաշտոնյաներ մտահոգություն են հայտնել, որ խաղաղության համաձայնագրի հնարավորության պատուհանը փակվում է եւ որ Ուկրաինային կսպասվեն տարիներ շարունակ մարտական գործողություններ, եթե այս գարնանը հակամարտության կարգավորումը չհաջողվի։ Զելենսկին հայտնել է, որ ավելի լավ կլինի ընդհանրապես համաձայնության չհասնել, քան ստիպել իր ժողովրդին համաձայնվել անբարենպաստ պայմանների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է Wall Street Journal-ի հրապարակումը ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը Մերձավոր Արևելք տեղափոխելու մասին։ Դա տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո։ Այս ֆոնին ԶԼՄ-ներում եւ վերլուծական շրջանակներում ուժեղանում են Իրանի դեմ ռազմական գործողությանը Միացյալ Նահանգների հնարավոր նախապատրաստման վարկածները։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արևմտյան երկրները իր խոսքով շարունակում են ձգտել թուլացնել Ռուսաստանի եւ Բելարուսի հարաբերությունները։ Զախարովայի գնահատմամբ Բելարուսի հասարակությունը արդեն ունի նման փորձերի հետ կապված փորձառություն եւ հնարավոր պետական հեղաշրջման փորձը կարող է վնասել Ռուսաստանի եւ Բելարուսի միութենական պետության զարգացման գործընթացին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում առավոտյան 10-ից սկսվել է ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի փակ գաղտնի վարկանիշային քվեարկությունը։ Քվեաթերթիկում ընդգրկված է 274 տեխնացու։ Առաջին 50 տեղը զբաղեցրած տեխնացուների մասնակցությամբ տեղի կունենա նաև երկրորդ փուլ։ Առաջին փուլի քվեարկությունը կտևի 3 օր, երկրորդ փուլի քվեարկությունը 2 օր։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւս ընդգրկվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում փետրվարի 15-ից 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 14-ին սպասվում է տեղումներ, գիշերը անձրևի եւ ձնախառն անձրևի, ցերեկը անձրևի տեսքով։ Հանրապետության տարածքում փետրվարի 14-ին, 15-ի եւ 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջաններում անձրևի եւ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը 16-ից 17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ից 18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա եւս 6-ից 9 աստիճանով։